Մենք չենք խուսափել պատասխանատվություն ստանձնելուց, չենք վախեցել թիրախավորվելուց, չենք ասել լուռ մնանք, հարվածներ չընդունենք, հետո կմասնակցենք ընտրություններին։ Մենք դուրս ենք եկել պայքարի, որպեսզի վիճակը փոխենք։ Այո, սխալներ եւ բացթողումներ եղել են։ Ես սա ասում եմ ուղիղ, բայց մեր սխալները պայքարողի սխալներ են, ոչ թե դավաճանի կամ անտարբեր դիտորդի։ Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում։ Մենք մեր նպատակների, մեր քայլերի եւ գործողությունների մեջ եղել ենք անկեղծ եւ ազնիվ։ Ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր պայքարի բոլոր ընկերներին, բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր չլռեցին, պայքարեցին իրենց առողջության, իրենց ընտանիքի եւ իրենց ազատության հաշվին։ Դուք մեր երկրի իմունիտետն եք, դիմադրության օջախները, պայքարի ջահը առաջ տանողները։ Այս տեսակը մեր երկրում չի պարտվելու, այս տեսակը մեր երկրում հաղթելու է։ Սիրելի ներկաներ, այսօր մեր ընկերներից շատերը անազատության մեջ են։ Առաջարկում եմ ողջունենք Հայաստան Դաշինքի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանին, Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանին, մեր սրբազաններին, բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն քաղբանտարկյալներին։ Սիրելի ներկաներ, մի թեմայել եմ ուզում անդրադառնալ ու անցնենք բուն նյութին։ Այսօր մեզ շատերը ասում են նախկին, ասում են նախկին եք, փորձելով դրանով պիտակավորել մեզ։ Փաստորեն անցյալ եւ պատմություն ունենալը պիտակավորում է։ Մենք մեր պատմությունից եւ անցյալից չենք հրաժարվում։ Դա անկախություն կերտելու, Արցախ ազատագրելու, պետություն կառուցելու եւ արժանապատիվ ապրելու պատմություն է եւ ապագայի պատմություն։ Սիրելի ներկաներ, հակահայ վարչախումբը արդեն հայտարարել է Երրորդ հանրապետության էջը փակելու եւ չորրորդ հանրապետություն ստեղծելու մասին։ Սա ինքնախոստովանական ցուցմունք է։ Նա արդեն կործանել է Արցախը, իսկ հիմա պատրաստում է կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը։ Այն, ինչ նա անվանում է իրական Հայաստան, իրականում Ադրբեջանի պատկերացրած Հայաստանն է։ Պետություն Ադրբեջանի թելադրած սահմանադրությամբ, պետություն առանց եկեղեցու, առանց պատմության, առանց ինքնության, պետություն առանց բանակի, պետություն, որի ապագան կախված է Ալիևի եւ Էրդողանի քմահաճույքից։ Եթե չարիքի այս իշխանությունը վերարտադրվի, սա դառնալու է իրականություն։ Սիրելի ժողովուրդ, առջևում սովորական ընտրություններ չեն, սա հերթական մրցապայքարը չէ, սա գոյաբանական հարց է։ Հետևաբար մեր նպատակն է կանխել գործող ռեժիմի վերարտադրությունը եւ կտրել զիջումների այս շղթան։ Եկեք պարզ խոսենք։ Հայաստանում չկա որևէ ուժ, որը սա կարող է անել միայնակ։ Ուստի շատ ուղիղ դիմում եմ ընդդիմադիր ուժերին։ Մենք ընդդիմադիր դաշտում թիրախներ չունենք։ Մենք ընդդիմադիր դաշտում ունենք պայքարի այսօրվա եւ վաղվա գործընկերներ։ Մեր թիրախը մեկն է, գործող իշխանությունը։ Մենք շարժվելու ենք այդ սկզբունքով։ Եվ այդ նույն պահանջն ու ակնկալիքը ունենք ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերից։
Խոսքս ուղղում եմ արտաքին դերակատարներին։ Հայաստանում իշխանության ձևավորման միակ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Արտաքին որևէ միջամտություն, որևէ մայրաքաղաքից մեր համար անընդունելի է եւ դատապարտելի։ Բոլորի համար թող սա հստակ լինի։ Խոսքս ուղղում եմ մեզ հետևող հայրենակիցներին։ Ես գիտեմ այս դահլիճից դուրս կան հազարավոր մարդիկ, ովքեր այսօր մեզ լսում են։ Լսում են երբեմն կասկածով։ Հազարավոր մարդիկ, ովքեր հոգնել են քաղաքական աղմուկից, ովքեր չեն ուզում լսել այս դաժան իրականությունը, այլ պարզապես ուզում են հանգիստ ապրել, աշխատել եւ վստահ լինել, որ վաղը պատերազմ չի լինելու։ Սիրելի քույրեր, եղբայրներ, հարգելի ծնողներ, դուք գուցե վախենում եք փոփոխություններից, մտածելով, որ դա բերելու է ցնցումների։ Ձեզ ամեն օր համոզում են, որ դուք արդեն խաղաղ եւ ապահով եք ապրում եւ իշխանափոխությունը հավասար է պատերազմին։ Եկեք անկեղծ լինենք, արդյոք անվերջանալի այս զիջումները ձեզ տվել են այդ սպասված հանգստությունը, արդյոք ամեն զիջումից հետո դուք ձեզ ավելի ապահով եւ հանգիստ եք զգում։ Վստահաբար ոչ։ Մեր առաջարկը հավերժական պատերազմը չէ, մեր առաջարկը արժանապատիվ կայունությունն է։ Մենք չենք գալիս պատերազմ բերելու, մենք գալիս ենք պատերազմը կանխելու, մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ինքնիշխանությունը վերականգնելու եւ մեր ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար։ Մենք գալիս ենք կառուցելու մի պետություն, որը ստիպված չլինի ամեն օր ինչ որ բան զիջել, մեկ օր ավել խաղաղություն մուրալու համար։ Մենք գալիս ենք անկախության հռչակագիրը պահելու, մեր ժողովրդի անժամանցելի իրավունքները պաշտպանելու համար։ Մենք գալիս ենք հաստատելու ազգային համերաշխություն, իրական խաղաղություն, որը հիմնված է ոչ թե վախի, այլ ամուր բանակի, խելացի դիվանագիտության եւ հզոր տնտեսության վրա։ Մենք գալիս ենք փոխելու այս հուսահատության մթնոլորտը եւ ցույց տալու, որ հնարավոր է լինել եւ պաշտպանված, եւ բարեկեցիկ։ Սիրելի հայրենակիցներ, մենք առաջարկում ենք այլընտրանք մեր ժողովրդի համար, այլընտրանք հիմնված 3 անկյունաքարերի վրա։ Առաջին, անվտանգ եւ մրցունակ պետություն։ Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականության հետ հաշտվող, այլ իրականություն ստեղծող։ Երկրորդ, ինքնության հիման վրա ազգային պետություն, որտեղ հայոց լեզուն, մշակույթը, ընտանիքն ու հայ առաքելական սուրբ եկեղեցին մեր գոյության հիմքերն են։ Մենք պետք է լինենք արդիական, պահպանելով մեր արմատները։ Եվ երրորդ, համահայկականություն։ Հայաստանը բոլոր հայերի պետությունն է։ Սփյուռքը մեր ռազմավարական ուժն է եւ պետականաշինության մասնակիցը։ Մենք պայքարում ենք այս նպատակների իրականացման համար։ Ու հենց այստեղ է մենք ունենք բոլորի օգնության կարիքը։ Մեզ սպասում է դժվար ընտրություն թշնամական պահանջների եւ մեր ազատության միջև։ Մեզ սպասում է համազգային քննություն։ Կամ մենք, կամ նրանք։ Մենք ընտրում ենք Հայաստանը։ Մենք ունենք ծրագիր, փորձառու թիմ, կամք եւ վճռականություն չարիքի այս ռեժիմը հեռացնելու, մրցունակ եւ անվտանգ պետություն կառուցելու համար։ Մենք դա կարող ենք եւ անելու ենք միասին։ Կարող ենք ժողովուրդ։ Եկեք միասին փորձենք հիմա մեր կարգախոսը։ Ես կասեմ միասին, դուք կարձագանքեք կարող ենք։ Միասին, բռունցքները բարձր, միասին, 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 կեցը։